Ահա եւ իմ նվերը։ Հայ։ Հա, մեկը բրոնզեր, մեկը բլաշ, մյուսն էլ հայլայթեր ոնց որ չէ։ Հայլայթերի նման փայլ է, որը ամբողջ դեմքիդ է ստիքսում։ Մարդա շատ մարդ կա։ Victoria's Secret Օծանելիքներ արի գնանք նայենք Կպել ես ինչ-որ բան Երևի ես հոպերն են, հա, բազիկ հոպեր է իրանց Շատ սուրա, թեյի հոտ ոնց որ լինի, թեյերի Գիտես, նենց պրիմիտիվ է հնչեղությունը չի, կարող է հետո բացվի ուրիշ ձև լինի, բայց ինձ դուր չեկան հոտերը Այնքան անուշ եմ ողում այս մեխակները, հոտի համար եմ գնել, ոչ միայն տեսքի, շատ անուշ հոտ ունի։ Կուպի, այ չարաճճի, ինչ ես նստել որտեղ։ Ահա վերադարձել ենք տուն, ցույց եմ տալիս Օշանից կատարած մեր գնումները, ընդամենը մի քանի հատապտուղներ, ելակ, միրցիլ, մալինա, 2 չելի լոլիկ, գազարով 2 աղցան բոնդյուել, մարոլ, այս ինչ է տեսի, կաթով որ սարքում են այդ բաներից, խլոպյաներից և 2 հատ թխվածքաբլիթ, երևացող բանը այստեղ մի գինին է, մի շիշ գինին ու պանիրների տեսականին, օրինակ սա շատ թանկ է այս պանիրը, մոտ 6 եվրո և 2 փունջ մեխակներ շատ անուշ հոտով ու նուրբ թերթիկներով
Ինչի եմ ցույց տալիս մանրամասը, որպեսզի համոզվեք, ինչքան է թանկացել ապրանքների գինը 62 եվրո 50 սանտի։ Այս մի քանի բաների համար, որտեղ ոչ ձու կա, ոչ միս, ոչ երշիկեղեն, ուղղակի կծող գներ են, ֆանտաստիկ բարձր գներ են։ Առաջ 62 եվրոյով մոտ մի 10 տարի առաջ գնում էինք ձուն մսեղենը մեջը, գոնե մի հատ հավ, ձու, նып երշիկ կամ վիչինա, ասենք, այդքան բանը ներառյալ ստացվում էր 60 եվրոյի կարգի, բայց հիմա ընդհանրապես այս մի քանի հատապտուղները մի բուր է ընդհանրապես մեղցիլն ու մալինան ու մի քանի հատ այդ սալատների տեսականին այսքանը 62 եվրո։ Ահա այսպիսի գներ են։ Ես գիտեմ, որ Հայաստանում էլ են գները բավականին բարձր։ Ամենտեղ նույն վիճակն է, այնպես չի, որ Եվրոպայում ապրողները տենց շատ մեծ հնարավորություններ ունեն։ Ֆրանսիացիները իրենք էլ են խեղճանում են, շատ են խեղճանում։ Զգացվում է առաջվա նման շատ գնումներ չեն կատարում։ Եթե առաջ շատ էին կասաներում հանդիպում շատ գնումներ կատարող մարդիկ, հիմա այլևս այդքան հաճախակի չեն հանդիպում։ Այսպիսին է իրականությունը այսօր Ֆրանսիայում։ Ճանապարհին մտա ռուսական խանութ, Կոլոս խանութը, Ջոնջողես կանգառում է Ստրասբուրգի գտնվում։ Ուրեմն ասեմ, որ շատ կլասնի խանութ է, շատ հաճախ եմ օգտվում։ Գնացի իմ սիրած պիլմենիները, այս տեսակն եմ ես հավանում, շատ համեղ է, միշտ չի լինում, այն մյուս տեսակն է լինում, որը ավելի թանկ է, բայց չգիտես ինչի այդքան համով չի, ինչքան սա։ Հիմա ցույց կտամ նախորդը, որ ես գնել էի, այդքան էլ ինձ դուրս չի գալիս։ Այսա կոչվում է կովկասյան, բայց սրա միսը ավելի համեղ է, ինձ սա է դուր գալիս։ Նաև գնեցի այս հայկական տորթը, մեդավիկը, մեղրով տորթ, կար սպիտակ տարբերակը եւ այս շոկոլադնի տարբերակը, հաճելի է կարդալ Հայաստան, օտարության մեջ, այո, զարմանալի է ու ցանկալի։ Դեսա պաղպաղակները, կլասիկը վանիլային հացով պաղպաղակները, մորիով, այս շոկոլադեն իտեպ նվեստացա, այսօր հենց տերն է անձանակի վրա, ինքն է սպասարկում, աշխատողը չէր, վասակի փաթիլներ, պտիչի մալակո, Պարիստի ես ռոշն կանֆետը շատ ենք սիրում, Հայաստանում էլ էինք շատ առնում, շատ համեղ է։ Գոլորշու վրա էլ իրոք պատրաստված, դե շատերը գիտեք երևի օգտվում եք, իրոք որ Պարիստի է, վազդուշն էլի ավելի թեթև է։ Եվ սուլիգուլի պանիրները երկու տարբերակ է, երկուսն էլ 100 գրամ եւ յուրաքանչյուրը արժեր 3 եվրո, այստեղ ուղղակի ծալված վիճակում է, հարմար է սեղանին դնել։ Դե սա էլ կարելի է կտրտել, չի խանգարում։ Կտրտած դնել, ուղղակի սենց տեսքը ավելի սիրուն է, ծալված վիճակում, հյուրեր ենք ունենալու, պիլմենի ենք հյուրասիրելու, կսպասենք մեր հյուրերի գալուն։ Ահա այսպես։ Հա, իդեպ ներսում շատ մարդ կար, չնկարեցի, ավելի ճիշտ ապրանք էին ստանում, շատ խառներ, տեղ դադար չկար, չնկարեցի, քանի որ ես էլի ունեմ տեսանյութեր այդ խանութում նկարահանած եւ իհարկե կարող եք նայել տեսականին չի փոփոխվում, դասավորությունը նույնպես ցանկության դեպքում, եթե գտնվեք Ստրասբուրգում, կարող եք օգտվել, շատ բարի մարդիկ են տերերը ու բարձր մակարդակով ինձ դուր են գալիս, նաև այն մարդիկ, ովքեր Հայաստանից եկել են եւ չեն կարողացել իրենց այդ ինչ-որ բաներ բերել ֆրանսիացիներին հյուրասիրելու նպատակով, հայկական ապրանքանիշեր շատ կան, կարող եք գնել, նվիրել կամ հյուրասիրել։ Մի խոսքով խորհուրդ եմ տալիս այդ խանութից, կարող եք օգտվել։ Եվ ահա կտրոնը, ուրեմն այս տորթը արժեր 15 եվրո, եթե չեմ սխալվում։ Հա, հեսա 15 եվրո, պիլմենիները 7, դե մնացած արդեն մանր մունր և վճարել եմ 56.50 եվրո 14 արտիկլի դիմաց, նորմալ են գները, այդ մյուս խանութների պես բարձր չեն, կան խանութներ, տեկուս էլի հայկական, ռուսական բարձր են գները, դե ինչ հիմա սուրճ կպատրաստեմ ու կվայելել այս պաղպաղակներից մեկը։ Մնացեք ինձ հետ սրճելու։
բացառիկից ավելի կներկայացնեմ այս երկու պրոդուկտը, որ նվեր եմ ստացել աղջնակից, բայց մինչ այդ եկեք միասին հավեսով սրճենք պատրաստել ձեր մեկ գավաթ սուրճի տարբերակը ու միացեք ինձ։ Այս խմորեղենը ռուսական խանութից գնված մալենկան է, շերտերը ահա այսպիսին են, մի փոքր անսովոր է ինձ արդեն խմորային տեքստուրայով խմորեղենը, բայց երբեմն մեկ կարելի է կարծում եմ։ Հայերն են արտադրողը, Ստրասբուրգում, ռուսական խանութից, հայկական խմորեղեն շատ հաճելի է։ Տեսեք, ֆրանսիական խմորեղենի ճիշտ հակառակն է, խմորն է ավելի շատ, քան կրեմը կամ մուսային զանգվածը, բայց համեղ է, ինչ արած։ Եկեք բացենք։ Ու միասին նայենք։ Մեկ, երկու, Sephora, ինչից սկսեմ Sephora-ի հենց 03 համարի բլաշ է, որը նաև հայլայթեր է, ուրեմն ունի ատլասային փայլ, սա էլ համարը 03, հիմա տեստ անենք ձեռքիս վրա, ուրեմն ես դեղցային երանգը շատ եմ հավանում այդ ոսկրերի վրա, քան վարդագույնը, դե վարդագույնը ավելի երիտասարդական է, բնականաբար երիտասարդ տարիքում օգտագործել եմ, բայց ներկայում ինձ դուր է գալիս դեղցինը, ու ինչ գեղեցիկ է այս դեղցի երանգը, և ատլասային փայլը տեսեք, ինչքան հաճելի նուրբ ատլասային փայլ ունի, ոչ վուլգար, շատ հաճելիորեն ինձ ուրախացրեց այս հայլայթերը։ Հիմա տեսնենք այլայները, Անաստասիա բրենդն է, հենց այս նույն բրենդից աղջնակս ինձ նվիրել է շուրթերի մատիտը, ես ուզում էի հենց այսպիսի սուրմա, որ չծորա, մանավանդ ամռանը չհալվի, և ամենակարևորը կոպերին չքսվի, ահա այդպիսի սուրմա էի ուզում, և բոլոր ֆրանսուհիները օգտագործում են հենց այս սուրման, քանի որ վրձինը շատ բարակ է և հարմար է քսելու համար, ահա ինչպես տեսնում եք, շատ հարմարավետ է քսելու համար, հիմա տեստ անենք, հիմա մի փոքր սպասելուց հետո ես կփորձեմ տեսնեմ ինչպես է չորանում, քանի որ ամռանը քրտնարտադրությունը, մաշկի խոնավությունը բարձրանում է, ցանկացած կոսմետիկա դեմքի վրա հալվում է կարծես, դրա համար ինձ համար շատ կարևոր է, որ չծորա, կոպերից չքսվի, այլապես չեմ քսի ես այն։ Հիմա փորձենք, տեսնում եք ինչպես է չորացել, ճիշտ այն էր, ինչ ինձ պետք էր։ Իսկ ես ինձ սիրելիից նվեր եմ գնել այս վիտամին C-ով կրեմը Yves Rocher-ից և ինքս էլ նաև նվեր եմ ստացել այս ձեռքերի այս կրեմը։ Վիտամին C-ով կրեմը բացում է դեմքի գույնը, ամռան ամիսներին գրեթե չեզոքացնում է պիգմենտները, այնպես որ ճիշտ ժամանակին գնեցի։ Ինչպես նաև այս պայուսյակը, գնումներ կատարելիս այս պայուսյակը տվյալ խանութից կարելի է ձեռք բերել, էքսկլյուզիվ տարբերակ է, համագործակցել է Մորգան խանութի հետ և ես գնեցի նվերի համար, որովհետև սա իմ ոճը չի։ Ահա այսպես, իսկ այստեղ, այս անկյունում, քնել է իմ նապաստակը, չարաճճին։ Այսպիսի փոքրիկ գնումներ, կոսմետիկա չափից ավելի շատ չեմ գնում, որովհետև չեմ սիրում, երբ ժամկետը անցնում է, բացելու օրվանից, երբ արդեն բացում ես կոնկրետ այս սուրման, ես արդեն բացեցի, պետք է օգտագործել, նույնն էլ այս հայլայթերը,
Եվ ես այս ամռանը պատրաստվում եմ այդ կոսմետիկան օգտագործել, ինչպես նաև այս հագապիգմենտային վիտամին C-ով քսուկը, այս պրոդուկտները բոլորը ես կօգտագործեմ այս ամռանը, ինչպես նաև իմ ունեցած որոշ դեկորատիվ կոսմետիկ միջոցներ, օրինակ շրթներ, տոնային կրեմ,